ծոված տամոքսին սուրճը ցանկալի չէ։ Միֆ է։ Դա միֆ է, այո, եւ մենք ես երևի այն քիչ գաստրոենտերոլոգներից եմ, ով որ թույլ է տալիս եւ պացիենտներին օգտագործել սուրճ, բայց այստեղ կարեւոր մի հատ բանալի բառ կա, եթե պացիենտը չի ունենում սիմպտոմներ սոված փորին սուրճ խմելուց հետո։ Այսինքն նույնիսկ եթե մարդը ունի խոց, գաստրիտ, այլ ինչ-որ մարսողական խնդիր, եթե նրա մոտ սուրճը չի առաջացնում սիմպտոմներ, ուրեմն կարող է հանգիստ օգտագործել սոված փորին եւ նախաճաշը կարող է ժամը օրինակ 8-ին լինել սուրճի տեսքով, իր ուտելու, այսպես ասած, նախաճաշը կարող է մի փոքր հետաձգել, օրինակ ժամը 11-ին, դա եւս նախաճաշ է համարվում, այսինքն իր առաջին ճաշը, հա։ Այսինքն սեծ սուրճը ստամոքսաղիքային համակարգի, լորձաթաղանթի եւ այլն ոչ մի խնդիրներ չի առաջացնում։ Ոչ չի առաջացնում։ Ուրախություն մեծամասնության կարող եք հանգիստ ձեզ սուրճը վայելել։ Ես եմ առավոտյան սուրճով սկսում իմ օրը ու ոչինչ չի պատահում։ Ինձ էլ հուսադրեցիք լույսի, որովհետեւ ես այդ սննդակարգս փոխելու ճանապարհին էի, որպես առողջ նախաճաշ սուրճից առաջ, բայց մի բան հիշենք, սուրճը քաղցրով սովորաբար այստեղ վնասները ավելանում են։ Տեսեք, սուրճը քաղցրով իհարկե կախված է քանակից եւ որակից։ Քաղցրը եթե եւ իհարկե սիմպտոմներից։ Խմորեղենի կամ մի կտոր շոկոլադի տեսքով։ Ահա, մենք օքեյ ենք այդ նախաճաշի հետ, եթե դա ամեն օր չի լինում այդպես, հա, այսինքն պարբերաբար բոլորիս կյանքում է լինում, որ մենք չենք հասցնում նույնիսկ ձուխ հաշել, դիմում ենք օքեյ, սուրճ ու քաղցրով, բայց անընդհատ պարբերաբար այդ սուրճ քաղցրով անելը իհարկե խորհուրդ չի տրվում առաջին հերթին, որովհետև շատ արագ հետո սովածանում ենք, քաղցրը շատ արագ է ներծծվում, հա, մեր մարսողական համակարգում, արագ գլյուկոզան է բարձրացնում, նույն կերպ արագ է իջնում է, իսկ մեզ ընդհանրապես կարիքը պետք է լինում առավոտյան այնպիսի նախաճաշ ունենալ, որ գոնե մի 3-4 ժամ մեզ պահի մինչև հասնենք ճաշի։